Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Թողարկումը սկսելուց առաջ խնդրում եմ ձեզ, խնդրում եմ այն ունկնդիրներին, ովքեր չեն բաժանորդագրվել Armix News ալիքին, սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Armix News ալիքին, որի համար կլինենք խորապես շնորհակալ։ Այսօր մեր տաղավարում է միջազգայնագետ վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ցավոք սրտի մեր այսօրվա եւ իմ այսօրվա խոսքի տոնայնության մեջ այնքան էլ ինչ որ ուրախալի երանգներ չկան, կապված մեր տարածաշրջանում եւ մասնավորապես Իրանի դեմ ուղղվող շարունակվող այս ագրեսիվ գործողությունների, կարելի է միանշանակ ասել, որոնք վտանգում են ողջ տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունն ու կանխատեսելիությունը, եթե կարելի է այսպես ասել։ Ինչ եք կարծում, ինչ զարգացումներ տեղի կունենան հետագայում, վատ բան է գուցե պատերազմը, բայց ամեն դեպքում ելնելով մեր դառը փորձից ու դառը անցյալից չի կարելի նաև ինչ որ միտեղ չուրախանալ այն փաստով, որ իրանական կողմը բոլորովին վերջերս հարվածներ է հասցրել հայկական Արցախում տեղակայված իսրայելական ռազմաբազաներին եւ մի տեսակ կարծես թե մենք հոգեպես որոշ չափով գուցե դրանով ինչ որ մխիթարված կլինենք։ Ինչևէ, խոսքը փոխանցեմ ձեզ եւ լսեմ ձեր քաղաքագիտական վերլուծական կարծիքը տեղի ունեցող զարգացումների իրողությունների վերաբերյալ։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Շատ մտահոգիչ իրադարձություններով տհաճ եւ շատ վտանգավոր նաեւ իրադարձությունների ականատեսն ենք դառնում, որոնք որ հղի են տարատեսակ բարդ իրավիճակներով, շատ դեպքերում նաեւ փակուղի տանող, որովհետեւ իմ մոտ արդեն իսկ տպավորություն է ստեղծվում, որ այն ինչի ականատեսն ենք մենք հիմա, դա ավելի երկարատև բնույթ կկրի եւ ինչպես ռուս-ուկրաինական կոնֆլիկտներ, որը առ այսօր չի հանգուցալուծվում եւ 4-րդ տարին է բոլորել, չի բացառվում, որ խոսույթում պատտվող 4 օրը կդառնա 4 շաբաթ, 4 շաբաթը 4 ամիս եւ ավելին։ Չի բացառվում, որովհետեւ տեսնում ենք, որ պլան կերակատարում, առաջի պլան, նախնական պլան, հետագա պլան, հաջորդիվ պլան գոյություն ունի, հատկապես իսրայելա-ամերիկյան տանդեմի մոտ։ Եվ հասկանալի է, որ օրակարգային հարցեր են դրվում եւ օրվա կտրվածքով այդ հարցերին փորձում են տալ ռազմական լուծում։ Գլոբալ տեսանկյունից բռնաբարված է միջազգային իրավունքը։ Եվ այդ մասին ուղիղ խոսում են եւ անգամ լիդերները տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների եւ ոչ միայն ուղիղ տեքստով պնդում են, որ ուժն է ծնում իրավունքը սկզբունքի շրջանակներում, արհամարված է միջազգային իրավունքը, միջպետական հարաբերությունները, դիվանագիտական հարաբերությունները եւ այլն եւ տեսնում ենք, որ ուժի սպառնալիքի եւ ուժի կիրառման գործոնն է առաջնահերթ դարձել եւ որոշ երկրների ցավալապաշտական, առավելապաշտական նկարտումներն են ի հայտ գալիս եւ դրանք ավելի կորզնական տեսք են ստանում։ Ինչ խոսք, Միացյալ Նահանգները իդեմս Տրամպի անկեղծ վարում են ռազմական քաղաքականություն, որպես շատ անկեղծ ղեկավար մարդը ուղիղ տեքստով Պենտագոնը անվանեց պատերազմի նախարարություն, հետևաբար տրամաբանորեն միտված է այդ կառույցը ռազմական գործողություններ իրականացնել աշխարհի տարբեր հատվածներում, ընդ որում սա Միացյալ Նահանգների համար նորություն չի, երբ որ ամբողջ պատմագրությունը ուսումնասիրում ես, վերջին 50 տարուց 1950-ականներից հետո առավել եւս 100-ից ավել օպերացիաներ ունեն Միացյալ Նահանգները աշխարհի տարբեր վայրերում։ Ճապոնիա, Վիետնամ, այսինքն Աֆղանստան, մի շարք երկրներ, որտեղ Իրաք եւ այս բարերար խաղաղասերի կեցվածքը, որն ընդունել է Նոբելյան մրցանակի համար, բայց եւ այդուհանդերձ ինքը դարձել է պատերազմի սիմվոլ այսօր, խոսում է այն մասին, որ այդ մարդը մսխեց իր ժողովրդին տված խաղաղաբերի, խաղաղասերի կերպարը եւ իրեն որպես օդիոս կերպար, մարդ, որը որ
բացառապես իր իմիջի համար է պայքարում, իհարկե նաև անկեղծ է, որովհետև ուղիղ տեքստով ասում է, որ թքած ունեմ ցանկացած իրավունքի, ընդ որում Միացյալ Նահանգների սահմանադրության վրա եւ միջպետական հարաբերությունների միջազգային իրավունքի վրա, ես շարժվում եմ բացառապես իմ պատկերացումներով, առանց կոնգրեսին համաձայնությունը ստանալու, առանց ռազմական կոմպոնենտը հաշվի առնելով, որ թույլտվություն է պետք որպես նախագահ, որպես այդպիսին կոնգրեսի կողմից մտել եւ թաթախվել է, ընդ որում ասեմ ներքաշվել է ավելի շատ, որտեղ ավելի քան վստահ եմ, որ սա Իսրայելի միտումներ, որտեղ բոլոր ղեկավարները անխտիր, բոլոր Միացյալ Նահանգների ղեկավարներին հրահրել են միշտ Իրանի վրա հարձակում իրականացնել։ Անխտիր բոլոր նախագահներին բացառապես Քենեդին է եղել, որը որ մերժել է նման առաջարկը ու գիտենք վերջնարդյունքը ինչ ցավալի կուլմինացիայով, հա, սպանությունը։ Եվ հասկանում ես, որ Էփշտեյնի գործի շրջանակներում նաև այս պատերազմը նաև ծածկադմպոց է եւ հասկանում ես, որ անգամ Թրամփի պես մարդու հանդեպ կան որոշակի ուրեմն գործիքներ, որոնք կիրառվում են, բանեցվում են։ Ես պետք է հարցը նաև դրան բերեի։ Հետևաբար, այսինքն այսօր խոսում են, կներեք, պարոն Կարապետ, այսօր խոսում են նաև այն իրողության մասին, որին դուք այսպես տրամաբանորեն բերեցիք ձեր վերլուծությամբ, որ Թրամփը այնպես չի, որ այսպես է արդեն պատկերացրել իր պաշտոնավարումը, որ պետք է անպայման հարձակվի Իրանի վրա, եւ բոլոր դեպքերում որոշակի շրջանակներ, ասում են նույնիսկ իր անձնական պահվածքից արդեն հուշում են, որ նա ինքը գտնվում է որոշակի այդ ռազմատենչ, հիմա դուք ասեք, թե ինչպիսի եւ որ շրջանակների ճնշման տակ, ինչ է կարծում, կա այդ պահը։ Ամբողջությամբ հրեական լոբի եւ ոչ միայն։ Տեսեք, կհիշեք ժամանակին, երբ որ Օբաման էր Իրանի վրա հարձակման մասին խոսում, նա մեղադրում էր Օբամային, որ կառուցողական չի, դիվանագիտությունից չի հասկանում, մեղադրում էր։ Բայց այսօր փաստացի նա եւս վարում է այդ պատերազմը, ընդ որում բացահայտ։ Եվ տեսեք, հիմա գանք ըստ հերթականության։ Ամբողջ այս օպերացիան ունի իր անվանումը։ Միացյալ Նահանգները ասում են էպիկական կատաղություն, Իսրայելը դա անվանում է Հուդայի վահան։ Եվ այս շրջանակներում փորձում են կարճ ժամկետներում բնականաբար կարելի է ասել, որ իրենց մոտ ստացվել է պլան A կատարումը, այսինքն իրենց մոտ ստացվել է լիկվիդացնել առաջնորդին։ Այաթոլլա Խոմեյնին արդեն ոչնչացված է ընտանյոք հանդերձ։ Նրա հետ մեկտեղ 48 եւ ավելի բարձրաստիճան զինվորականությունը։ Պլան գերակատարումը եղել է առաջին մասով։ Հետևաբար, այո, Իսրայելա-ամերիկյան տանդեմը կարող է ուղիղ ասի, որ ինչ նպատակ առաջնահերթ դրվել է, ըստ պլան A-ի, դա կատարված է, անգամ գերակատարված է։ Էլ չեմ ասում, որ 168 եւ ավելի երեխաների սպանությունը։ Ընդ որում այս մասով է քաղաքակիրթ աշխարհը լռում է։ Ի զարմանս բոլորի, չնայած ես չեմ զարմանում, դուք չեք զարմանում, հեռուստադիտողն չի զարմանում։ Գետ մեկ եվրոպական երկիր չի մեղադրել ոչ Իսրայելին, ոչ նահանգներին։ Ընդհակառակը մեղադրում է Իրանին անհամարժեք հրթիռային հարձակումներ կատարելու համար։ Գիտեք, Իսահակյանը մի հատ լուսավոր Եվրոպ մնաց անհաղորդ, հա։ Չէ, նույն սկզբունքով Իսահակյանն էլ լավ խոսք ուներ, ասում էր այն պոռնիկ Եվրոպան։ Հիմա տեսեք, այդ որակումները իմը չեն, նրանն են, բայց չես կարող ասել, որ տեղին չեն նաև։ Ամենայն դեպս պատկերը հետևյալն է։ Նրանց մոտ ստացվել է լիկվիդացնել բարձրաստիճան ղեկավարությանը։ Չնայած հասկանալի է, չէ, որ նրանք գիտակցում են, որ այն երկիրը, որը որ հոգևոր երկիր է, ընդ որում իրենց գերնպատակը որն էր, Իրանի հոգևոր երկիրի որպես այդպեսին կործանելը, աշխարհիկ պետություն դարձնելը։ Ես չգիտեմ նրանց հաշվարկները ուր են տանում, թե քանի տարիների կամ տասնամյակների հաշվարկ է, բայց իրենք պետք է չէ, որ գիտակցեն, որ վաղը Այաթոլլան չի լինի, կլինի նրա որդին, հետո նրա թոռը, հետո մեկ այլ, ու եւ այդպես շարունակ։ Այո, իրանք ասում են, դե մենք ամեն օր կլիկվիդացնենք, բայց այդպես ուր։ 7 խոսքը վերաբերում է 80-ից 90 միլիոն ժողովրդի մասին, որը որ խորքային պետություն է եւ հոգևոր պետություն է։
եւ շիական համակարգի հիմնադիր պետություններից է։ Այստեղ է որ պետք է հասկանանք նրանց նպատակները հեռահար են գնում, թե այս պահի այս դրությամբ ոնց որ ես ասեցի պլան A-ի կատարումներ։ Ես չեմ կարծում որ պլան A-ի կատարումներ, որտեվ եթե դուք ինձ հարցնեք լավ հաջորդիվ պլանը որն է, այո, ընդունում եմ։ Հոգևոր Իրանի կործանումն է, ինչպես ասեցի, իրենց իսկ այսօր խոսում է Թրամփը, ասում է ես պետք է միջամտեմ, այսինքն միջամտում է ուրիշ երկրի ներքին գործերին, ասում է ես պետք է որոշեմ Վենեսուելայի օրինակն է բերում, աչքի տակ այդ էնտուզիազմի տակ, այդ ցայտնոդի մեջ նա է որոշելա, որ ինքը պետք է որոշի թե ով է լինելու հաջորդ ուրեմն նախագահը, հա։ Եվ այս մասով հարց է առաջանում։ Լավ, մինչև որ, այսինքն սահմանը որտեղ է։ Իրենք ասում են, նույն Թրամփը ասում է իրանական զորքը ամբողջությամբ կործանված է, Իրանը կործանված է, արդեն նմանատիպ նույնիսկ հայտարարություններ են հնչում։ Հետո խոսում են օրվա մյուս կեսին ցամաքային հարձակումներ իրականացնելու մասով, ընդ որում ժամեր առաջ պարզվեց, իհարկե դա դեռևս պետք է հստակեցվի, որ Իրաքի քրդական սեպարատիստ ուժերի միջոցով փորձել են ամերիկյան դիվերսիոն խմբերներ թափանցել Իրան, որը կասեցվել է Պահապանների կորպուսի տղաների կողմից։ Մի հատվածը գերի վերցվել, մի հատվածը լիկվիդացվել է։ Բայց դա պետք է հստակեցվի, դա թարմ ամենավերջին ինֆորմացիան է։ Եվ ավելի քան վստահ եմ, որ դա այսպես ժողովրդական ասածով պարզ չի, երբ որ Աբբաս Արաղչին հստակ Միացյալ Նահանգների լրագրողի այն հարցին, թե բա որ տեղի ունենա ցամաքային ներխուժում, շատ հանգիստ առանց լարվելու ասաց, որ այո, մենք սպասում ենք։ Այսինքն իրենք գիտեն ու վստահ են, որ կդիմադրեն։ Էլ չասեմ, ընդհանրապես Իրանի Իսլամական Հանրապետության աշխարհական դիրքը։ Այդ մարտիկ գոնե մինիմում չէ, աշխարհագրությունից գիտեն, չէ, Զագրոսի լեռները որտեղից որտեղ է ձգվում, որ ինքը բնական անառիկ ամրոց երկիր է։ Հասկանում են, չէ, Պահապանների կորպուսի ֆունկցիաները, գիտեն, չէ, որ այո, ինչ որտեղ նաև տիրապետում են, արդեն ունեն ուրանի հարստացման արդյունքում միջուկային մինիմում բալիստիկ հրթիռներ, հա, այդ տեսեք, ծանր մարտագլխիկներով գերհզոր ֆատան են օգտագործել։ Տեսնում ենք, որ շահեդ կոչվող աթեստները իրենց գործը գերճշգրիտ կատարում են։ Մենք տեսնում ենք, որ մեծ ցավով նշում են իրանական կողմը, բայց ասում է խփում են այն երկրներին, արաբական թերակղզու եւ ընդհանրապես Պարսից ծոցի ավազանի, որոնք որ իրենց հարևան բարեկամ անգամ երկրներ են, բայց որի տարածքում կա ամերիկյան ռազմաբազա։ Ու տեսել ենք ինչ ինտենսիվության, միջին եւ հեռահար բալիստիկ հրթիռներով։ Այսինքն նրանք պատրաստ էին սրան, այնպես չի որ չգիտեին։ Եվ իրենք բավական մեր սպասումները նույնիսկ ոչ միայն արտարացնում, այլ զարմացնում են։ Ուրիշ բան որ հիմա տեսեք փորձում են ներգրավել այս պատերազմի մեջ այլ հարևան երկրներին։ Տեսեք օրինակ Սաուդյան Արաբիան իր հերթին, Քուվեյթը իր հերթին, Կատարը իր հերթին արդեն համաձայնություն տվեցին ամերիկա-իսրայելական տանդեմին մասնակցելու։ Հիմա ընդ որում ակտուալը վստահ եմ այդ հարցն էլ եք տալու Ադրբեջանի, Թուրքիայի հավանական եւ հնարավոր մասնակցություն։ Հիմա Նախիջևանի դեպքից է կխոսենք։ Կխոսենք, կփորձենք վերլուծել, հա, անաչառ սկզբունքային անաչառության սկզբունքներից։ Մի քիչ դառը հեգնանքով ասած, մեր գործներ են իրանք անում, իրանցիները անում։ Հիմա տեսեք, երկրորդ կետը, ինչին են իրենք ձգտում հիմա։ Փլուզել ճգնաժամ ստեղծելով, քաոտիկ վիճակ ստեղծելով, փախստականներ, ճգնաժամ, տնտեսական, սոցիալական ճգնաժամ եւ այլն, որբիսի ներքաղաքական process-ներ կենարացվեն։ Ու հիմա խնդիրը դրված է հետեւյալ է, թե դուք ինձ հարցնեք, ինչ պետք է տեղի ունենա, որ նրանք հասնեն իրենց ուզած արդյունքին, ես կասեմ հետեւյալը։ Այս պահին Պահապանների կորպուսը ու հեղափոխական գվարդիան նախագահ Մասուդ Փեզեշքյանի վերահսկողության տակ է։ Հատուկ եմ շեշտում այս պահին։ Եվ կատարում են իրենց առջև դրված մարտական եւ ոչ մարտական խնդիրները։ Խնդիրը այս կորպուսի եւ հեղափոխական գվարդիային
ագենտուրայով ասեմ, Մոսադի փայլուն աշխատանքի արդյունքում այդ տեսանք, չէ՞, Իսմայիլ Քահանին ինչ բան արեցին։ Իհարկե դա էլ պետք է հստակեցի, որովհետև կարծում եմ դա էլ ճշգրտված ինֆորմացիա չի դերևս։ Ղոդսի ղեկավարի մասին է խոսքը։ Որբիսի ներքին պարակտվածություն, խռովություն նաև առաջանա, որովհետև կասկածներ կա, որ դա ընդամենը այսպես կոչված պարաժարվում, այդ մարդու անունը շոշափվում են եւ շահարկում են։ Բայց փաստը այն է, որ փորձում են հիմա այդ ճանապարհ, փորձում են Իրաքի քրդերի սեպարատիստ ուժերի միջոցով նաև թափանցել, ինչպես ասեցի։ Բայց այս պահին դերևս նրանք կանգուն մնում են իրենց դիրքերում։ Այսինքն տեսեք հաղորդագրությունները գալիս Իրանի ուրեմն բարձրաստիճան ղեկավարությանը զենքերը վայր տնելու, հեղափոխություն անելու, որովհետև իրենց կարճաժամկետ պլանի մեջ նախատեսվում էր Թրամփի խոսքերն եմ ցիտում ընդ որում, որ հրթիռակոծումներից հետո Իրանի քաջարի ժողովուրդ հելեք հեղափոխություն կատարեք, իշխանազրկեք այս իշխանությունները։ Այդ էր նա, բայց փաստացի դեռևս չեղավ։ Երբ որ ինքը ասում էր 4 օր եւ այլն, դրա համար եմ ասում, կարա դառնա 4 շաբաթ, 4 շաբաթը 4 ամիս եւ ավելին։ Այս մասով, իսկ հերահար նպատակները ո՞րն են։ Շատ ավելի հեռու գնանք։ Հերահար նպատակները պարզ է, որ դա Իրանի մասնադումն է, որը շատ վտանգավոր է հատկապես մեզ համար։ Ընդ որում այստեղ որ խոսվում է մասնադման մասին, հավելյալ որպես ինֆորմացիա ասեմ, մասնադում, երբ որ Իրանի տարածքում գոյություն ունեցող միավորներ կան, Բելուջիստանը, Քուրդիստանը, Ատրպատական, այսինքն Ադրբեջանը այդ կոչված հատվածը փորձելու են սեպարատ ձևով տարանջատվել նոր պետություններ, այսինքն տանում են նրան, որ մասնադվի այդ ձև։ Հիմա վտանգավոր է սա մեզ համար, իհարկե վտանգավոր, կարծում եմ հաջորդիվ դրա մասին խոսենք։ Հիմա փաստացի այս պահին, ամփոփելով խոսքս ասեմ, գիտենք, նորություն չի, ջիհադ է հայտարարված, մահմեդականների պատերազմն է դա, խոսք է կարմիր դրոշ են բարձրացրել, դա նշանակում է, որ դա բոլոր մահմեդականների պատերազմն է, եւ իսկ դա նշանակում է, որ դա երկարատև անժամկետ պատերազմ է։ Դա խոսում է արդեն տարիների, տասնյակ տարիների նույնիսկ, որտեղ ոտքի են հանել 500 միլիոն եւ ավելի մահմեդականների։ Հիմա տեսնենք, Եմենը եւ մի շարք այլ երկրներ, օրինակ Իրանի վարած քաղաքականությանը կողմ են եւ փորձում են ջատագով լինել, աջակցել եւ այլն։ Մի շարք երկրներ, ինչպես ասեցի, միանում են տանդեմին Իսրայել-ամերիկյան։ Փաստը այն է, որ ճգնաժամը տարածաշրջանային բերել հանգեցրել է նրան, որ արդեն Վուչիչը, օրինակ Եվրոպայում արդեն ասում է, որ մեր բանը բուրդ է, Եվրոպան արդեն ճգնաժամի մեջ է, վառելիքային էներգետիկ, Հորմուզի նեղուցի պատճառով գիտեք, շնչափողը Հորմուզի փակ է, փակվում բացվում է իհարկե, բայց 25-ից 30% ամբողջ աշխարհի նավթը այդտեղով է հոսում տարբեր երկրներ, այդ թվում մասնավորապես Եվրոպա, Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով։ Եվ ինչպես նաև սա նաև այն հաշվարկն է նախատեսված Միացյալ Նահանգների կողմից, որ ավելի շատ նաև ուղղված է Չինաստանին։ Գերխնդիրը նաև Չինաստանին տնտեսապես չագերտների մեջ պահելն է, որովհետև գիտենք, որ այդ հիմնական նավթը գնում է այնտեղ, ինչպես Վենեսուելայի պարագայում։ Կտրել Չինաստանի այո, իհարկե, այո։ Երակները։ Հիմա այս կոնֆիգուրացիայի մեջ մի քանի հարց են լուծում, էլի, մի քանի հարց են լուծում։ Գործ են կատարում։ Այո։ Էլ չասեմ, որ այդ ծավալապաշտական տեսանկյուններից Իսրայելի գերնպատակը ի՞նչն է։ Մեծ Հռիաստանի ստեղծումը, որը ձգվում է մինչև Եփրատ գետ։ Մենք գիտենք, որ մարդիկ ուղիղ անկեղծ տեսքով ասում են դրա մասին։ Մարդիկ, երբ որ պատեառից ստեղծվեց, Սիրիայից հիշում եք ինչքան տարածք օկուպացրեցին, Լիբիան մտան, Լիբիայի հարավից տարածքներ օկուպացրեցին։ Կգա ժամանակը Հորդանանը ունի այդ խնդիրը, ինչպես մեծ Իսրայելի նաև Այդ եմ ասում։ Որտեղ լսել եմ մեծ Ղազարիայի այսպես ծրագիր։ Այաբրեք, այդ ծրագրերից մի հատվածից ենք հիմա մենք խոսում։ Եվ պարզ է, որ այս կոնֆիգուրացիայի պարագայում Միացյալ Նահանգների համար Իսրայելը դառնում է մերձավոր արևելքում իր մշտական պլացդարմ պոլիգոնը, իր շտաբը։ Պետք է այստեղ ֆորպոստ։ Իսրայելից լավ ֆորպոստ
Մերձավոր Արևելքում հնարավոր չէ, որովհետև դրանով նաև կվերահսկեն Աֆրիկյան արևելյան հատվածը, Թուրքիան, Կովկաս, Սաուդյան Արաբիա, այսինքն արաբական թերակղզի ու մինչև արաբական ծով Հնդկաստան։ Այդ ամբողջ հատվածը կլինի պլան կենտրոն, էպիկենտրոնը իրենց համար Իսրայելը։ Հիմա թե ով ում է օգտագործում, արդեն թող ժողովուրդը որոշի։ Իսրայելն է Միացյալ Նահանգներին օգտագործում, բայց այստեղ փոխշահավետ, այսպես ասած, համագործակցություն է։ Այս պահին այդ պատկերն ենք մենք տեսնում։ Եվ տեսնում ենք, որ նշանակվել է ուրեմն Այաթոլլահ Խոմեյնիի որդին, պարզ է, որ հիմա հաջորդ թիրախը նա է, կփորձեն միանշանակ լիկվիդացնել, բայց այդ շրջափուլը հա լինելու է, որտեղ նորն է նշանակվելու եւ այդպես շարունակ։ Հիմա հետևում ենք զարգացումներին, հատկապես թե այն որ երկրներն են, որոնք որ հաջորդիվ կարող են մաս կազմել կամ անմնացորդ չմնալ։ Այդ տեսեք խոսք էր գնում, որ Բաքու Ջեյհան չէ նավթամուղի հարվածի մասին, հեսա Նախիջևանի հարվածի մասին, եւ այս մասով արդեն կամած այդ puzzle-ը կարծես հավաքվում է։ Ինչ պիտի անենք մենք, պարոն Կարապետյան, որովհետև ձեր վերլուծությունից ես զգում եմ, որ այս ամեն ինչը կարող է պարզապես իջիկ դարձնել ըստ մեր իշխանական շրջանակների եւ արևմտական, այսպես ասած, շրջանակների կողմից գծագրվող խաղաղության, այս տրամաբանությանը կամ սպասվող խաղաղության մեծ պայմանագիրը եւ առհասարակ այսօրվա մեր ներուժը եւ Ադրբեջանի այս հակաիրանական կեցվածքը արդյոք վտանգներ չի ստեղծում մեզ համար, վտանգներ չի ստեղծում Ադրբեջանի երազած արևմտյան Ադրբեջանը կյանքի կոչելու կամ առնվազն Սյունիքը զավթելու, օգտվելով այս պատերազմական խառնակ իրավիճակից։ Շատ լավ հարց եք տալիս, մասնավորեցնելով մեր հանգամանքը, եւ առհասարակ դրանով հանդերձ նաեւ ջախջախելու հայկական պետականությունը իսպան։ Տեսեք, համենայն դեպս ես նման ձևակերպում կտամ, ուրախ ավտոբուսի տղաները լիաթոք ուրախությամբ եւ կուկուռուզ կրծոդելով եւ պերաշտի ուտելով, երբ որ քթի տակ իհարկե անունը դնում են, որ մենք դե այդ օրը մի ժամով այսպես իրար հետ հանդիպեցինք, անվտանգության խորհրդի նիստ արեցինք, բայց դա ֆիկտիվ բնույթ է կրում, հասկանում ես, որովհետեւ այնտեղ ոչ կոմպետենտ մարդիկ են նստած, որոնք որ չեն տիրապետում իրավիճակին, կամ տիրապետում են, բայց չգիտեն ճիշտ վարքագիծը։ Ինչ եմ սա ասում, հիմնավորը։ Բացի այն հանգամանքը, որ հարևան երկրում են ինչ որ տեղի ունենում, հավուր պատշաճի մեր կողմից, ցավակցական խոսքեր, օգնության առաջարկներ, անգամ Հայաստանում Իրանի դեսպանատան այց տեղի չունեցավ։ Այդ տեսեք Ալիևը մեկ օր առաջ գոնե գնաց այնտեղ, չեմ ուզում համադրեմ, բայց դիվանագիտության մեջ յուրաքանչյուր ուրեմն քայլ իր կարևորությունն ու նշանակություն ունի։ Երբ որ դու չես գնում ցավակցելու կամ հարգանքի տուրք մատուցելու, ուրեմն ցույց է տալիս քո վարկագիծը այդ պետության հանդեպ։ Հիմա այնպես չի, որ ես ասեմ, որ կան էլ բարեկամ երկիր է Իրանը, Իրանն էլ ինչ որտեղ կարող ենք բերել այդ օրինակը 44 օրյայի ժամանակ ինչպիսի աջակցություն կամ աջակցություն չի ցուցաբերել, չնայած այդ մասը այնքան խիստ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի հիմք է, որ չգիտես հիմա խոսես թե չխոսես, ես չգիտեմ այս բանը, կաշկանդված եմ այդ մասով խոսել, բայց այն ինչ որ մենք տեսնում ենք, սա հայ-իրանական հարաբերություններում մեծ խնդիր է ստեղծելու։ Այդ տեսեք այսօր պարզ դարձավ, որ ժամեր առաջ, որ Հայաստանի դրոշը այն դրոշների շարքին է, որը որ ադրբեջանական ԱԳՆ-ն լուսաբանել է ասելով շնորհակալական խոսքը այն երկրներին, որոնք որ աջակցել են եւ ձևակերպում հետեւյալն էր չեն ընդունում եւ մեղադրում են իրանական կողմին ուրեմն Ադրբեջանի դեմ ոտնձգություններ իրականացնելու մեջ։ Այդ թվում Հայաստանի դրոշն է։ Հայաստանի ղեկավարը եւ արտգործնախարարը զանգում են Ադրբեջան, իրենց մտահոգությունն են հայտնում
այն պարագայում որ դեպքից հետո Իրանի դեպքի հատկապես երեխաների սպանությունից 3-րդ թե 4-րդ օրներ նոր իմացանք որ զանգ է եղել ով գիտի խորհրդով որ ամոթ է գոնե հիմա զանգեք ինչ վերաբերում է գլոբալ այս համատեքստում ինչ կարելի է անել տեսեք ամեն ինչը տեղի ունենում մեր քթի տակ կար խոսակցություն հիշում եք որ ասում ենք այ տեսեք ես ինքս ասեցի որ խփում են այն հատվածներին, որտեղ ամերիկյան բազա կա, ներողություն խնդրելով, որ մենք չենք ուզում ձեր երկրին խփել, բայց փաստացի դուք եք տեղակայել այդ բազաները ձեր երկրում։ Ընդ որում քաղաքացիական ոչ մի ենթակառուցված չեն վնասել։ Այնքան ճշգրիտ են աշխատել, որ մտահոգվելու տեղ չունեն։ Եվ այդ արաբական էմիրությունների շեյխերը, երբ որ փորձեցին ժողովրդին ցույց տալ, որ հանգիստ եղեք բան, այդ ճաշկերույթի մի դրվագ, որի դեպ այստեղ շահարկվում է, իրենց բերաշկի ուտելով համադրելով։ Իբր ցույց են տալիս, որ անհոգ են, այնտեղ իրականում անհոգ են, որովհետև իրենք գիտեն, որ պատերազմը կոնկրետ իրանց երկրի տարածքում է, բայց իրանց ենթակառուցվածքները չեն վնասվում։ Եվ հասկանում են նպատակը որն է։ Բայց այս պարագայում տեսեք, մտահոգություններից մի քանիսը ես ասեմ։ Նախիջևանում եղավ մի աթեստի, ընդ որում հիմնավորում էր, որ դա իրանական շահեդ կոչվող աթեստ է, այսինքն բոլոր պարամետրերով դա իրանական աթեստ է։ Հետևաբար այդ աթեստի հիմքով մեղադրեցին միանգամից Իրանին, Իրանը մի քանի անգամ հերքեց, որ դա իրենց կողմից արձակված աթեստ չի։ Հիմա պետք է հասկանանք առհասարակ, այդ րոպեին պետք էր Իրանին հարվածել հենց Նախիջևանին եւ Նախիջևանի աերոպորտին։ Տրամաբանորը ռազմաստրատեգիական տեսանկյունից այո, տրամաբանական էր հասկանում ենք ուր է գնում խոսակցությունը։ Բայց այդ պահին, եթե բաց խաղաքարտերով է Իրանը պատերազմում մասնակցում, իր մասով ինքը լավ բաց է։ Շատ անկյաց կարող էր ինչպես այլ երկրներին է հարվածում ու ուղիղ տեքստով ասում, որ հարվածում եմ, այդ դեպքում նույնն էլ ասեր Նախիջևանի մասով, ասեր հարվածում եմ, որովհետև օրինակ այդտեղից կատարվում է իմ երկրի հանդեպ այսինչ գործողություն օրինակ, հետախուզություն եւ այլն, գիտեք։ Բայց այս մասով մերժում են։ Հետևաբար կա այն տարբերակը, որ սա իմիտացիա է իսրայելական, ամերիկյան, որբիսի Իրանը եւ Ադրբեջանը եւս ներքաշվի պատերազմի մեջ։ Ներքաշվի պատերազմի մեջ, որովհետեւ իրենք գիտեն, որ Ադրբեջանն է, իրանց մոտ էլ հարթ ու խաղաղ չի ամեն ինչ։ Ընդ որում գիտեն նաեւ Ալիևյան ծավալապաշտական նկրդումները Թավրիզ, Մակու այդ հարավային Ադրբեջան կոչված Ատրպատականի մասով։ Իրենց այդ ծավալապաշտական նկրդումները եւ այստեղ նաև Թուրքիային ներքաշելու հանգամանք կար։ Հիշում եք, մի պահ ասեցին Ինջիրլիկի բազային խփել են, հետո հերկվեց դա, այդ նույն տրամաբանությամբ ամբողջ միջազգային մամուլը խոսում էր, որ Ինջիրլիկի վրա հարված է եղել, հիմա Թուրքիան կպատասխանի։ Կարծես տպավորություններ, որ հենց դրան է սպասում են, որ Թուրքիան եւս ներքաշվի պատերազմի մեջ։ Իսկ այս պարագայում իրենց գերխնդիրներից մեկն է, որբիսի այն նման սցենարի պարագայում տեսեք Թուրքիան հանդիսանում է Նախիջևանի պրոտեկտորը անվտանգության։ Տրամաբանական է, չէ, որ սնուցող գործոնը մուտք է անելու Նախիջևան։ Եթե ռազմական գործողությունները ինչ-ինչ տեսքով, որտեվ տեսնում ենք մի հատ շահեդ այնգել թիվ 1 են տվել այնտեղ, տագնապի թիվ 1 աստիճան, ամբողջական զինուժը բերել են մարտական վիճակի, անգամ պայստազորներին արագ կարգով ուրեմն նշանակման վայրեր են ուղղորդել։ Հետևաբար տպավորություն է, որ Ադրբեջանը եւս պատրաստվում է։ Հետևաբար, եթե ինչ-որ ռազմական գործողություն ցանկացած տեսքով տեղի ունենա Ադրբեջանի հանդեպ, Իրանի կողմից, կանխարգելի չընդ որում, հատուկ եմ շեշտում։ Կարող է դա առիթ ստեղծել ինչի, որբիսի պրոտեկտորատի պաշտպանման համար թուրքական զորքը մտնի Նախիջևան, իսկ այնտեղից ավելի էֆեկտիվ ու ավելի արդյունավետ արագ արձագանքելու, օժանդակելու օգնություն անելու համար ցամաքային կապի ապահովման միջոց լինի, նաև ուրեմն ցամաքային Ադրբեջանի հետ։ Խոսքը գնում է Սյունիքի հատվածով։ Այդ րոպեին, այսինքն կա նման ռիսկ, որովհետև եթե նման սցենարներ են զարգանում, մենք չենք կարող բացառել իմ կողմից այս վերը նշված սցենարը։ Հասկանում եք, չէ՞, պատրվակ ստեղծելով կարող են գնալ այդ քայլին։
Հիմա տեսեք, մեր իշխանությունները ինչով են ցույց տալիս, որ մենք աբաով ենք, հանգիստ ենք, թոթափվեք, ստապվեք, ոչ մի բան չկա։ Զուտ են հանգամանքով, որ ասում է Թրամփն է, չէ՞, այս պատերազմը կազմակերպել։ Ուրեմն Թրամփը հաշվարկ ունի, եթե Թրամփը խաղաղության երաշխավորն է ու հայ-ադրբեջանական խաղաղության, այսպես ասած, կնկահայրն է, բնականաբար նա դա չի թույլ տա։ Այսինքն այդ սցենարից մենք մեզ ձերբազատում ենք։ Այո։ Հիմա ես ասում եմ, իսկ Թրամփը օրվա առավոտյան ժամին 1 բան է որոշում, ցերեկը այլ բան է որոշում։ Այո։ Եվ մենք չգիտենք նրա նպատակները ուր կարող են գնալ։ Հետո նույն տրամաբանությամբ ասում են օրինակ Եվ կարող է Թրամփի WhatsApp-ը չպատասխանել։ Օրինակ, հա, կամ է Թրամփի WhatsApp-ը կպատասխանի իր հիմա տեսեք գործավարուհին եւ կասի, որ տղերք ջան, մենք Իրանի, այո, Իրանի հետ, որբիսի Ամերիկայի հետ, այսինքն Թրամփի հանգարց դժգոհությունը չառաջացնելու համար մեր երկրի ղեկավարը այսպես անհասկանալի բառակաբակցություններով, անհասկանալի ինչ որ բառամտերքով ներկայացնում է այդ իր անկեղծ հոգսը իբր բանը նեղվածությունը Իրանի ժողովրդի համար, բայց հասկանում ես, որ չի ուզում խնդիր առաջացնել, որովհետև հասկանում է, որ Միացյալ Նահանգների հովանու տակ է հիմա, որովհետև մարդը հիշում եք ժամանելով Հայաստան օտանավակայանի ինքնաթիռի մեջ մի ինտուզիազմով հիշում եք, ասում էր մենք փրկված ենք եւս 99, այսինքն այդ մարդը մեր փրկվելը, մեր լինել չլինելը, մեր սուվերենություն ինքնիշխանությունը ուղիղ համադրում է Թրամփ լինելու հետ, Թրամփի որոշման հետ Միացյալ Նահանգների այդ պահին ըստ իր պատկերացումների Հայաստանի պահպանման մեջ։ Մարդը իր սեփական անվտանգությունը ուղիղ ու բացառապես կապում է Միացյալ Նահանգների հետ։ Լավ, պարոն Կարապետյան, կներեք, ձեր խոսքից այսպիսի հարց առաջացավ։ Այ եթե դուք համարում եք ձեր կարծիքն է, որ Թրամփի WhatsApp-ը մանավանդ այսօր այս իրադարձությունների ֆոնի վրա հուսալի WhatsApp չի, հուսալի խաղաղության հենարան չի մեզ համար։ Ինչ այլընտրանքներ, ինչ անվտանգային բարձ հարց կառաջարկեք մեզ, որը կարող է Թրամփի WhatsApp-ի համեմատ հուսալի լինել։ Տեսեք, նախ գիտեք, այս համատեքստում ես միշտ խորհուրդ եմ տալիս ելնելով այսօրվա իրավիճակից, արդեն իսկ ստեղծված իրավիճակից մաքսիմալ չեզոքություն պահպանել, չեզոքություն, ոչ թե անկողմնակալություն, այլ հենց դա մենք կողմնակալություն ենք անում։ Մաքսիմալ չեզոքություն, մեզ բազմից եմ ասել, հիմա էլ կասեմ։ Անկախ մեր անձնական վերաբերմունքից եւ մոտեցումներից Իրանի ժողովրդի եւ Իրանի պետության, մեզ պետք է հզոր, ուժեղ, չմասնատված ամբողջական կանգուն Իրան։ Այդ Իրանը կլինի հոգևոր Իրան, կլինի աշխարհիկ Իրան, դա հարցի մեջ դա բացառապես Իրանի ժողովրդի մենաշնորհն է։ Մեզ դա է, բայց այն որ մենք պետք է չեզոքություն պահպանենք, դա փաստ է։ Հիմա տեսեք, Սուրեն Պապիկյանը որպես պաշտպանության նախարար ընդամենը այս դեպքերից 2 օր առաջ Թեհրանում էր։ Այսինքն չէր գնացել, չէ, ուղագի ֆրֆռալու համար։ Ես ուզում եմ հասկանամ ինքը որ գնացել էր։ Վերջի պաշտպանության նախարարների հանդիպում եղավ, ինչ որ բան չի որոշվել։ Մենք երկուստեք ինչ որ պայմանավորվածություններ չունենք նման իրավիճակում եւ այլն։ Գուցե ունենք, չի։ Գուցե շատ հավանական է ու դա ես կողմ եմ, եթե չի իրավարվում, բայց այստեղ պետք է ընդ որում կարա նկատելի է չլինի եւ դա տրամաբանական է, եթե ինչ որտեղ փոխօգնություն կա, ինչ որ մի ձևաչափով։ Բայց այստեղ իրանց վարկագծից, որովհետեւ իրանք շատ մագերեսային են, չի երևում, որ մեր մեջ ինչ որ բան կա, որ գործադրվել է կամ կգործադրվի։ Ես չգիտեմ, Հայաստանի իշխանությունները տվյալ դեպքում որից է քայլ ձեռնարկում են Իրանի ժողովրդի եւ փորձելով իրենց համեստ ներդրում ունենան կամ իրավիճակում օգտակալ են։ Էլ չասեմ, որ տեսեք այդ մտահոգությունները նախորդ հարցում որ տալիս եք, ես միշտ ասել եմ, այստեղ շատ լուրջ դեմոգրաֆիական խնդիր նաեւ կար առաջանա։ Դուք պատկերացնում եք, որ մարդը երբ որ էգզիստենցիալ, չէ, գոյաբանական խնդիր է տեսնում, կամա ագամա իշքան է սիրում է իր երկիրը, իշքան է հայրենապաշտ է, ինքը իր երեխու համար կփորձի, հա, հիմա հոսք կարող է լինել, չէ, մեծ քանակ, եթե ինտենսիվությամբ շարունակվի այս պատերազմը ու ավելի լուրջ ծավալ ստանա, առավել եւս ցամաքային ներխուժում լինի։ 80-90 միլիոն բնակչության մասին ենք խոսում։ Օրինակ Հայաստանը քանի Իրանի քաղաքացի կամ Իրանում բնակվող հայ քաղաքացի կարող են տունել 10,000, 5,000։ Քանիսին կարող է որպես միջանձիկ տրանզիտային երկիր տրամադրի ելք Վրաստան, այդ թվում Ռուսաստան։
Կամ ո՞նց է վերահսկելու։ Առավել եւս հարց կառաջանա ձեր մոտ։ Իսկ ո՞նց են վերահսկելու հատկապես Իրանում ապրող ազգությամբ ադրբեջանցի եւ անձնագրով Իրանի այդ բնակիչների մասին, որոնք հանգարց այդ բանով գալիս են Հայաստան։ Հասկանում եք, չէ՞, ուրեմն տան, դա ազգային pedagogan չէ, անվտանգային հարց եմ, չէ՞, բարձր։ Հիմա դա վերահսկել է, թե չէ։ Նման սցենարները վերահսկել է, թե չէ։ Սահմանը փակվում է, կարող է փակվել։ Ընդ որում, գիտեք, այստեղ մի բան էլ էր խոսվում, իհարկե սա չես կարող 100% ասել, մինչև չլիներ նման իրավիճակ։ Ասում են նույն տրամաբանությամբ, եթե բոլոր այն երկրներին Իրանը հարվածում է, որտեղ ամերիկյան բազա կար, թրիպի ժամանակ, եթե թրիպը հիմա արդեն լիներ, նույն տրամաբանությամբ Իրանը կհարվածեր, այո, չի բացառվում կհարվածեր, բայց ավելի հավանական այն սցենարի պարագայում, եթե այդտեղ կանգնած լիներ գետ 1 զինվորական համազգեստով ամերիկացի։ Այդ պարագայում ինքը կարող էր որպես թիրախ դիդարգել ու հարվածել, անկախ նրան, թե դա բարեկամական, եղբայրական Հայաստանն է, թե ոչ։ Եվ հետո որքանով է հաշվի առնվում, որ Իրանի ազգային ու pedagogan շահերի համար իր հյուսային հարևան բարեկամական երկիր Հայաստանի ամբողջականությունը պետք է պահպանվի։ Այսինքն մենք էլ ունենք նման վերաբերմունքը։ Մենք 100% այդ դիրքորոշումը պահում ենք Իրանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարցում։ Ես չեմ լսել հայտարարություններ։ Որովհետեւ մարդիկ գնում են մասնատման։ Հիմա տարածքային ամբողջականության մասով հələ բան չեղե, մի հատ շահեդ այնգ է, դարձրել են մի հատ գիտաֆանտաստիկ կինո, թե տեսեք աշխարհով մեկ կոչ են, ընդ որում ամբողջ Եվրոպան ձեն-ձենի տված, վայ Ադրբեջան, էս ինչ արեցին Ադրբեջանը։ Ասում եմ 168 երեխա 3 գերեզման դրեցին, մեկը մի հատ չասեց, թե դա երեխեք էին։ Դրա համար եմ ասում, գիտեք ինչ, պայի տակ, այ ես ինչի ասեցի, չեզոքության պահպան, մարդկա այդ չի ընկալում ինչ առումով եմ ասում։ Նեյտրալ մնալ ուրիշ բան է, չեզոքություն պահպանելը ուրիշ բան է։ Ես չգիտեմ, pedagoganամետ ինչ դիրքորոշումամբ պետք է իրենք գոնե հանդես գան, որ հիմա իրավիճակը փոխեն, որովհետև տպավորությունը այն է, որ Միացյալ Նահանգները ինչ անում է, Հայաստանը այսօր դա կանաչ լույսով թույլատրում է, այսպես ինքը իր մասով օքեյ է։ Հայաստանը իր մասով օքեյ է։ Որովհետև չի որևիցե կերպ Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին ոչ մի ձև չի նախադել։ Ոչ պաշտոնապես, ոչ բարձրաստիճան ղեկավարության անձնական, խոսույթում չկա այդ մասին։ Հասկանում եք։ Իսկ դա թույլ է տալիս նրանց ի կադար ածել բոլոր իրենց ռազմաշունչ, ռազմատենչ, հռետորաբանության հիմքում դրված ծավալապաշտական նկարդումներ, որը անում են հիմա։ Հիմա հաջորդիվ տեսեք, էլի գալիս ենք պատմության, ես օրինակ բերեցի, չէ, Ամերիկյան Միացյալ Նահանգների։ Մարդիկ նպատակ էին դրել, Իրաքը ինչ արեցին, Սադամ Հուսեյնով, չէ, գլխադեցին Սադամ Հուսեյնը որպես այդպիսին դիդարգվեց որպես թշնամի, ընդ որում հենց իրենցից ձեռքով սպանեցին մարդուն։ Սադամ Հուսեյնից հետո հերթը ում հասավ։ Մուամմար Քադաֆին։ Քադաֆիից հետո ում հերթը հասավ։ Ասադին։ Ասադից հետո ում հերթը հասավ։ Խոմենեին հասավ։ Հələ չասենք, թե նախորդ նախագահին ինչպես սպանեցին Ադրբեջանից վերադառնալուց։ Գիտեք, Մոսադը փայլուն իր գործը կատարում է։ Ցախալը իր գործն է կատարում, Մոսադը Իրանի տարածքում իր իդեալական գործը կատարում են։ Իհարկե, Պահապանների կորպուսն ու հեղափոխականների գվարդիան էլ իրենց գործն են կատարում հավուր պատշաճի։ Ու սա բերելու է նրան, որ յուրաքանչյուրը իր գործը ստացվում է լավ կատարում է, արդյունքում տուժում են ժողովուրդը, տարածաշրջանի երկրները, պատերազմը ուրիշ ինտենսիվություն է ձեռք բերում, արդեն հասնում են այլ զինամթերքի, այլ սպառազինության կիրառման եւ այսպես աշխարհագրությունը ընդլայնվում է։ Հիմա եթե հասել է հյուսիսային, ընդ որում տեսեք, այ աշխարհագրություն է հասարակ։ Այն երկրները, որոնք այ Իրաքի տարածքով ասեցի, որ ուզում են թափանցել Իրան։ Սիրիայի կողմով Թուրքիայից անգամ կա խոսակցություն, որ կթափանցեն անգամ Իրաքի սեպարատիստները։ Ամբողջ արաբական ծովի ավազանի երկրները ներգրաված են։ Հիմա պետք է հյուսիսից
Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա հատվածը, հյուսիս-արևելք նաև։ Ձեր խոսքը չի հետևում, որ մենք պիտի նույնիսկ այստեղ օղակի մեջ են առնում, այսինքն համար որպես մեր դերքից բարեկամ երկիր մի քիչ կողմնակալ, այսինքն դատապարտող չեզոքություն կունե հանդես բերենք, որովհետև խոսքը այն երկրի մասին է, այն դերքից ըստ էության բարեկամ երկրի մասին է, որը մինչ օրս հանդես է գալիս եւ հատկապես նախորդ ժամանակներում շատ ամուր կերպով մեր Հայաստանի տարածքային ամբողջականության օգտին եւ ցանկացած ոտնձգություն դրա դեմ ուղված ինքը դատապարտում է եւ իհարկե ես դրա համար եմ ասում, գիտեք, շատ բարդ իրավիճակ է միջազգային հարաբերություններում նման լուրջ ճգնաժամեր, որոնք որ ռազմական նման սցենարներով են հագեցած, առավել եւս պետք է սթափ վարքագիծ դրսևորվի։ Ես այդ չեմ տեսնում։ Հասկանում եք, մարդիկ տեսնում են միջազգային ամբողջ մամուլը հեղեղված է ուրախ ավտոբուսով ճամփորդությունների, կուսակցական, չգիտեմ, պրայմերիզների, կուկուրուզ ուտելով, չգիտեմ, շրջիկ շապիտոյի վերջը։ Հիմա տեսնում եք, չէ՞ աշխարհը, բայց գիտեք, հանուն արտարության նաև էդ էլ ասեմ։ Այ մի քիչ առաջ ասեցի որոշ վերապահում ունեմ ու կաշկանդված եմ ասելու, բայց բաներ կա, որ ասում են, տեսեք, օրինակ Արցախը, երբ որ պատերազմներ եւ օկուպացնում էին, բա Իրանը ինչ արեց Հայաստանի համար։ Նախ այդտեղ պետք է հասկանանք, չէ՞, որ իսկ Իրանը ինչ էր պարտավոր անելու։ Իրանը ինչ էր պարտավոր անելու։ Ընդ որում, գիտեք, ես մի դրվագ ասեմ, շատերը չգիտեն, ենթադրում են, որ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստան է ժանոանել 10-ից ավել գեներալներ Իրանի։ Եվ եթե միայն այդ այցելությունը, որովհետև դա փակ հանդիպում է, կոնֆիդենցիալ է, հասկանալ է, որ շատ ինֆորմացիա չկա, բայց կարելի է պրիմիտիվ եզրակացություն անել, որը խելքին շատ մոտ է, որ ինչի համար են գալիս։ Գալիս են, որ վնասեն, թե օգնեն, խորհուրդ տան, թե հագախորհուրդ տան։ Այսինքն ինչի համար են։ Ես անգամ ասել եմ, որ 2023 թվականին դարձյալ այդ իրողության մասին եք խոսում, որ բացահայտ տեղեկատվություն չի հրապարակվել այդ 10 իրանցի բարձրաստիճան զինվորականների Հայաստան գալու մասին, բայց անգամ ես գիտեմ իրողություն, որ լսել եմ այն իրողության մասին, որը նույնպես երևի որի մասին բացահայտ չի ասվի, որ բոլոր դեպքերում Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են եղել աջակցող դեր խաղալ, անգամ տարածք բացել հայկական զինուժի համար Արցախը փրկելու նպատակով։ Այդ մասով չեմ կարող։ Ես էլ չգիտեմ, ես ընդամենը որպես ինչը չգիտենք, կախված ինֆորմացիա եմ։ Չէ, եկեք մենք ռեալ պոլիտիկով մենք ոչ թե ենթադրություններ անենք կամ հաշվարկներ կոնսպիրոլոգիական, այլ այն ինչ որ փաստերով կա։ Այսինքն այն ինչ որ մատուցվում է հանրությանը, այդ ձեր ասածն էլ հանրությունը չի կարող ընդունել, չէ՞, որպես բացահայտ։ Չէ, հանրությունը գիտեք ինչ, ինչի եմ ես ասում, որովհետև հանրության միստվար զանգված այն ինչ որ տեսահոլովակներով տեսել է Արաքսի մյուս կողմում ոնց էին հadouk շեշտում եմ ազգությամբ ադրբեջանցի Իրանի բնակիչները ողջունում ու ծափահարում, երբ որ հիշում եք Խուդավերինի ջրամբարի մոտ հասավ ադրբեջանական զինուժը, ոնց այդ, այսինքն այդ հատվածներում որտեղ տեսանելի էր ողջունում էին, ցայնային բացականչություններ, այդ մարդիկ տեսել են, մտածում են ու տպավորությունն է, թե դա Իրանի ընդհանուր ամբողջ ժողովրդի ուրախություն, քեֆ ուրախությունն է, բայց դա այդպես չի, հասկանալ, չէ։ Այնտեղ 20 միլիոնից ավել միայն Ադրբեջանի էթնիկ այդ տեսագին վերաբերող ժողովուրդներ են ապրում։ Եվ խոսքը նրանց մասին է։ Հիմա հասկանում ենք, չէ, որ ճգնաժամային փուլում է Իրան-Ադրբեջան հարաբերությունները։ Ադրբեջանը եւս կարող է չի բացառվում, որ մաս կազմի այս պատերազմին։ Ընդ որում այստեղ էլ եմ կրկնում, չի բացառվում նաև այն հանգամանքը, որ զոհի կերպար ընդունած Ադրբեջանը իմիտացիա անելով ինքը փորձի ներթափանցել այս պատերազմներ, իհարկե պետք է ունենա բավականին լուրջ, այսպես կոչված դաբրո եւ կանաչ լույս, եթե ինչ որ ծրագրերը նպատակերը դրեր առաջ։ Բազմիցս իշխանամերձ մամուլի լրատվականներ, ես հիշում եմ, դերևս նախորդ օրերին արդեն իսկ խոսում էին հնարավոր, ինչպես մեր պարագայում Արևմտյան Ադրբեջան, այնտեղ է հարավային Ադրբեջանի վերամիավորման, չգիտեմ, պատմական արտարության մասին,
Թավրիզ մայրաքաղաքի ադրբեջանական լինելու, Մակուս Ալմաստի Ադրբեջան Ուրմիա լճի մասին, այս ինչ արիք մեր լիճը ցամաքեցրիք, այս sense խոսույթներ կար։ Հիմա հասկանում ենք, չէ, որ ես ասեցի Բելուջիստան են ուզում ստեղծել, Քուրդիստան են ուզում ստեղծել։ Ընդ որում Թուրքիան այստեղ շատ լուրջ մտահոգություն պետք է ունենա, որտեղ վստահաբար հիշեք խոսքս։ Հաջորդը տարածաշրջանում թիրախը հաջորդ կլինի Թուրքիան, որը որ շատ դեպքերում ընդդիմանում է Միացյալ Նահանգներին, ընդ որում ՆԱՏՕ-ի համատեքստում եւս։ Չի բացառվում, ես կարծում եմ, որ Թուրքիան հաջորդն է լինելու, որտեղ ալիբի են գտնելու, եթե հանկարծ Իրանը մարսվեց, իսկ դա Թուրքիան էլ գիտի, որ եթե Իրանի հախից է կան, հաջորդը Թուրքիան է լինելու, ու Թուրքիայի մասնատումն է լինելու նաև։ Սա ես ձեզ ասում եմ հեռահար պլանների մասին։ Տեսեք, ես չգիտեմ, թե Միացյալ Նահանգների տվյալ դեպքում այս աննորմալ վարկագծի տեր բիզնեսմեն էության մարդը, որը նշանակվել է նման հեգեմոն գերտերության ղեկավար, որը այսօր նստել է, որ տարբեր նահանգների պաստորներ եկել իր ձեռները դրել են գլխներին ու Աստված են կաչում, որ իր մոտ հաջողվի, այդ մարդը, այդ արժե համակարգի մարդը ինչ է մտածում, բայց գիտեք, երբ որ ժամանակին Հենրի Կիսինջերը, Բժեզինսկին, այն գիգանտ աշխարհաքաղաքական գիտակները, որոնք խորհուրդ էին տալիս ժամանակին ու բոլոր նախագահներին Միացյալ Նահանգների, որ հանկարծ չփորձեք մատերի արանքով նայել Իրանին, Իրանի հետ չփորձեք ռազմական ճանապարհով հաս լուծել, տեղ չի հասել մինը։ Պարոն Կարապետյան, բայց գուցե Իրանը Թուրքիա չի, որովհետև եթե Իրանի վարչակարգը այսպես շատ համառ կրոնական վարչակարգ է լայն իմաստով, քաղաքական իսլամի վարչակարգ, շիական Իրանի, Թուրքիան միշտ էլ աչքի է ընկել վատ իմաստով ի վնաս նաև մեր հայկական շահերի իր այսպես լպրծուն քաղաքականությամբ, եւ նա կարող է վերջին պահին խուսանավել Ամերիկայի հետ լեզու գտնել, բայց մենք գիտենք թուրքական դիվանագիտություն, իհարկե, սրիկայական դիվանագիտությունը կներեք այս խոսքի համար եւ չեմ կարծում, որ իհարկե դա մեր շահերից կբխեր Թուրքիայի մասնատումը, այդ թուրքական, այդ այլանդակ վարչակարգի վերացումը եւ Հայաստանի համար այդտեղ էլ ուրիշ մտահոգություն կա, մեր համար Արևմտյան Հայաստան, իրանց համար Քրդստան, այն տարածքները, այդ էլ մի հատ ուրիշ խնդիր է իհարկե, որովհետեւ այնտեղ դերևս հստակ դիրքորոշում չկա, որքան էլ հիմա այո, այս վերջերս ամբողջ մամուլում հատկապես ցիտում են կամ վիդեոներն են տարածում, ուրեմն Ժիրինովսկու հայտնի խոսքերը, թե իշքան էր ճիշտ որոշ դրվագներում, ըստ այդ դրվագների, այո, պետք է մեծ Հայաստան լինի, գալու է այդ օրը ու իհարկե դա ցանկությունների դաշտում է դերևս, բայց իրատեսական է նաև, բայց դա ժամանակի հարց է ու հասկանալի է, որ երբ որ ավելի շատ խորանում ենք իդեոլոգիաների մեջ, ընդհանրապես երբ որ մենք կարդում ենք տարբեր աշխատություններ, հասկանում ենք, որ հավանական երրորդ համաշխարհային պատերազմի Ռասկլադի այդ բաժանումների աշխարհի վերադասավորումների արդյունքում ազդեցության կոդիների գուցե առաջանան նոր պետություններ եւ վերանան մի շարք պետություններ։ Եկեք գուցե այսօր շատ հետաքրքիր վերլուծություն արեցիք, գուցե այսօր այսպես շատ օրիգինալ նաև այս թեկուս հարգելով, այո, մեր գլուխը խոնարելով Իրանում այս կատարված իրողությունների հետևանքով առաջերտին այդ անմեղ զոհերի հիշատակի առջև նաև հույս ունենանք, որ նախ Իրանում խաղաղություն կհաստատվի վերջապես, նախ մեր բարեկամ Իրանը չի մասնատվի, եւ դրանով հանդերձ տարածաշրջանում ինչ-որ խաղաղություն եւ կանխատեսելիություն կլինի եւ ինչու՞ չէ նաև մեծ Հայաստան կլինի մեզ համար, մեծ Հայաստան, ծովից ծով Հայաստան կլինի մեզ համար, նաև այսպես մի տեկտոնական տեղաշարժեր չեն։ Տեկտոնական, եթե լինեն էլ, թող լինեն ի վնաս այն չար, վատ ուժերի, ագրեսիվ հակամարտկային ուժերի եւ դրանից թող շահեն այն ժողովուրդները եւ այն երկրները, որոնք չեն մտնում, այսպես ասած, չարիքի ու չեն դասում չարիքի ուժերի շարքի, կամ չեն ընկրկում, այո։ Պարոն Կարապետյան, ելի կհանդիպենք մեր տաղավարում, շնորհակալություն, որ այս անգամ եկաք եւ արտահայտելով ձեր տեսակետները կատարեցիք ձեր վերլուծությունը, շնորհակալություն։ Armix News ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր։ Ես խնդրում եմ կրկին մեր այն բարեկամներին, ովքեր չեն բաժանորդագրվել Armix News ալիքին, սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Armix News ալիքին։ Մեր տաղավարում էր միջազգայնագետ վերլուծաբան Դավիթ Կարապետյանը, բարեկամներ այսօր այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք։